Ադամի օրհնված սերունդը։ Ուրեմն ինչպես Սուրբ Գրքի պատմությունից ենք մենք իմանում, Ադամը երկու որդի ուներ սկզբում, Աբելն ու Կայենը։ Կայենը Աբելին սպանեց եւ մնաց Կայենի սերունդը։ Եւ Կայենի սերունդը, ինչպես Սուրբ Գիրքն է ասում եւ ինչպես եկեղեցու Սուրբ հայրերն են ասում, չար սերունդ էր, անծված սերունդ էր, որտեղ Կայենը արդեն իսկ անեծքի արժանացավ եւ Կայենի սերունդը անիծված սերունդ էր համարվում։ Աբելն էլ չկար եւ օրհնված ժառանգորդ պետք էր մեր Ադամի համար։ Աստծո ողորմությամբ Աբելի փոխարեն ծնվեց Սեթը։ Սեթը համարվում էր օրհնության զավակ, իբրև Ադամի Եվայի շարունակություն։ Եվ Սեթը այն դասն առավ, որ Աբելն ու Կայենն էին, այսինքն չարություն չարեց եւ համապատասխան լսեց Ադամին, խոնարհվեց։ Եվ Սեթը, երբ որ Ադամը ծերացավ, Սեթը շատ էր փափագում ու ցանկանում էր այսպիսի հետաքրքիր ավանդություն կա, որ նորից մտնի դրախտ, կորուսյալ դրախտ, ինչպես գիտենք, Ադամը դուրս էր եկել դրախտից եւ բնակվում էր դրախտի դիմաց եւ ուզում էր վերադառնալ կորուսյալ դրախտ։ Եվ Սեթը գնում է դրախտի, ինչ որ ես պատմում եմ Սուրբ Գրքում չկա, բայց հետաքրքիր մի ավանդություն է, որ մենք պետք է իմանանք։ Գնում է դրախտ է ուզում մտնել, սերովբեն դուռը ծածկ փակում է, ասում է չես կարող մտնել դրախտ, ասում է ինչու ես եկել, դե ասում է ուզում եմ կենաց պտղից տանեմ, կենաց պտղից, որ իմ հայր Ադամը ճաշակի եւ իր մեղքերին թողություն լինի, փրկվի մտնի երկնքի արքայություն։ Ասում է իրավունք չունենք դրախտի դռները բացել, կերած պտղից քեզ տալ, բայց քեզ հետեւյալը կասեմ։ Կենաց ծառից մի ճյուղ կտամ քեզ, կտանես եւ կտեսնես, որ Ադամը մահացել է։ Եվ կտնկես Ադամի սնարին, այսինքն գերեզմանին, գլխավերևում, եւ այդ ծառը կաճի մեծ պտուղ կդառնա։ Եվ եթե այդ ծառի պտղից ճզմեն Ադամի գլխին, Ադամի գանգին, նրա թողություն կլինի։ Հետաքրքիր այսպիսի մի ավանդություն կա։ Եվ ավանդության համաձայն այդ ծառը հետագայում դառնում է Քրիստոսի խաչափայտի գերանը, եւ Քրիստոս այդ ծառից կախվում է, այսինքն խաչվում է, եւ հենց այդ կենաց ծառի պտուղը Քրիստոսն է, որ ճզմվում է եւ արյունը հոսում է, հասնում է Ադամի գանգին։ Իսկ Ադամի գանգը որտեղ է։ Գողգոթայում է, չէ՞, Գողգոթայում, հենց խաչի տակ է դրված, դուք տեսած կլինեք, խաչելության պատկերն է, տակը գանգ է։ Այդ ինչ գանգ է, Ադամի գանգն է, եւ Քրիստոս խաչված Ադամի կենաց ծառի պտուղն է, որ ճզմվում է Ադամի գանգին եւ այդպես իր մեղքերին թողություն է։ Բառացի չասեցրի շտակ, ալսա խորհուրդը հայտնեց, մարգարեություն հայտնեց։ Ադամից 7-րդը Ենովքն էր, այսինքն Սեթից ծնվեցին սուրբ սերունդ։ Այս սերունդը արդեն թվարկվում է հերթականությամբ։ Ադամը ծնեց Սեթին, որից հետո 7-րդ սերունդը գալիս է Ենովքը։ Ենովքը կրկին սուրբ զավակ էր, ապրեց 365 տարի, տարվա օրերի թվում։ Եվ իր նախահայր Ադամից պատմություններից լսել էր, որ Ադամը կերավ կենաց ծառի պտղից, դրախտից վտարվեց։ Մի գեղեցիկ այգի է տնկում Ենովքը, ծառերն է մշակում եւ ուխտ է անում։ Ասում է ես այս այգու պտղից չեմ ուտելու։ Իր տնկած ծառի այգին 200 տարի չի ճաշակում այդ պտղից։ Պատկերացնում եք 200 տարի տնկած այգու պտղից չի ճաշակում եւ ավանդության համաձայն 365 տարեկան երբ լրանում է, Սուրբ Գիրքն ասում է, որ Ենովքին չգտան, չի մահանում Ենովքը, ողջ գնում է դրախտ։ Ադամի փոխարեն, Ադամը կերավ վտարվեց, Ենովքը
չի ուտում իր տնկած այգու պտղից եւ Ադամի փոխարեն մտնում է դրախտ, այսպեսի հետաքրքիր ավանդություն կա։ Եվ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, որ Ենովքը ոչ միայն սուրբ սերունդ էր, այլ նաեւ մարգարե էր։ Աստված Ենովքին հայտնել էր, որ աշխարհը պետք է ոչնչանա երկու անգամ։ Առաջին ջրհեղեղով, այսինքն երկրորդը պետք է լինի կրակով, հրով։ Բայց չգիտեր առաջինը որը պետք է լինի, առաջինը պետք է լինի, թե երկրորդը պետք է լինի։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, Ադամից լսել էր կենդանիների անունները, գիտեր կենդանիների անունները, գիտեք չէ, որ Ադամն է կենդանիների անուններ դրել։ Եվ Ենովքը երկու գեղեցիկ մեծ տախտակներ է պատրաստում, մեկը պղնձից, մեկը կավից։ Ինչու, որպեսզի եթե ջրհեղեղ լինի, պղինձը դիմանա, եթե կրակ լինի, կավը դիմանա, որտեղ կավը կրակից թրծվում է, իսկ պղինձը կրակից հալվում է, եւ կավը ջրից հալվում է, իսկ պղինձն էլ ջրին դիմանում է, եւ այսպես այդ երկու տախտակների, մեծ տախտակների վրա գրեց բոլոր կենդանիների անունները, Ադամից լսած, մեկը մեծ տախտակ էր կավից պատրաստված, մյուսը պղնձից, եւ դրանց վրա բոլոր գրել կենդանիների անունները, եւ այդպես Ենովքի շնորհիվ պահպանվեցին կենդանի անունները, բայց հիմա այդ տախտակների ինչ են եղել հայտնի չեն մեզ, բնականաբար դա շատ շուտ է եղել, այսպիսի հետաքրքիր մի ավանդություն կա, Ենովքը սուրբ սերունդ էր, ապրեց 365 տարի, Սուրբ Գիրքն այդպես է ասում, այսինքն տարվա օրերի քանակով, 200 տարի իր այգու պտղից չճաշակեց եւ այդ երկու տախտակները պատրաստեց եւ տեղափոխվեց դրախտ։ Ըստ ավանդության հիմա դրախտում երկու հոգի կա։ Մեկ Ենովքն է, մեկն էլ Եղիան է, որոնք ողջ են երկուսն էլ, չեն մահացել։ Եվ հայտնության գրքի մեջ ասում է, որ Ենովքն ու Եղիան Քրիստոսի գալուստից առաջ կգան եւ նեռի դեմ կպատերազմեն։ Նեռը նրանց կսպանի եւ հարություն կառնեն երրորդ օրը Քրիստոսի նման։ Եվ հետո կտեղափոխվեն արդեն երկիկ, այսպեսի հետաքրքիր պատմություններ կան։ Ուրեմն Ադամից երրորդը Ենովքն էր։ Ադամից 10-րդը կրկին սուրբ սերունդ էր։ Ով էր։ Նոյը։ Նոյը ասում է ապրեց 500 տարի եւ ունեցավ 3 զավակ. Սեմին, Քամին եւ Հաբեթին։ Իսկ մինչեւ 500 տարեկանը ինչու զավակներ չունեցավ։ Մինչեւ այդ չէր կարող երեխաներ ունենալ։ Եկեղեցու սուրբ ավանդությունն ասում է, որ մինչև 500 տարեկանը Ադամի այս սերունդը, Սեթի սերունդը ճգնավորներ էին, ապրում էին լեռներում, աղոթքով, սրբությամբ, որից հետո Աստծո հրամանով սերունդ թողնեցին, մինչև 500 տարի, մինչև մեծ տարիք իրենք ճգնում էին, որից հետո իջնում էին, զավակ էին ունենում, սերունդ էին թողնում, ճիշտ այդպես էլ Նոյը, մինչև 500 տարեկանը զավակ չունեցավ, որից հետո ունենացավ 3 զավակներ, Սեմին, Քամին, Հաբեթին։ Փաստորեն Սեթի սերունդը շատ փոքրիկ սերունդ էր երկրի վրա, իսկ Կայենի սերունդը ամբողջ տիրել էր աշխարհին։ Հատկապես Սեթի սերունդներ ճգնավորներ էին, բարձրանում էին լեռները, աղոթում էին, ճգնում էին ու երկիրը ամբողջ Կայենի սերունդն էր տիրում։ Ավերածությունը, չարիքը, մեղքը, ահավոր շատ էր, տիրում էր մարդկանց։ Եվ Նոյն էլ 500 տարի ճգնելուց հետո իջավ երկիր, 3 զավակներ ունեցավ եւ Աստծուց հրաման ստացավ։ Աստված ասաց. մարդկության պատմությունը մեղքի մեջ է, մարդու միտքը մանկությունից մեղքի ծառայության մեջ է։ Եվ հրաման տվեց Նոյին, որ տապանը կառուցի, ասաց մարդկության մեղքերի պատճառով ամբողջ երկիրը պետք է վերացնեմ, որտեվ
չի մնացել մեկ արդար անգամ։ Ինչ եք կարծում, եթե երկրի վրա շատ արդարներ լինեն, Աստված այդ երկիրը կպահի, թե չէ։ Ինչու՞ց ենք իմանում, Սուրբ Գրքում այդպիսի օրինակ կա։ Աբրահամի օրինակն է, չէ՞։ Երբ որ Աբրահամը Աստծու հետ խոսում է, որ քաղաքի համար, Սոդոմ Գոմորի համար։ Ղովտներ այնտեղ ապրում, Աբրահամի հորեղբոր տղաներ, բարեկամներ։ Եվ ասում է Տեր Աստված, եթե Սոդոմ Գոմորում 50 արդար գտնվի, դու կվերացնես Սոդոմ Գոմոր, ասում է ոչ, չեմ վերացնի։ Լավ, եթե 40 գտնվի, կվերացնես Սոդոմ Գոմոր, ասում է չեմ վերացնի։ Եթե այնտեղ 30 գտնվի, ոչ, 20 գտնվի, ոչ, 10 գտնվի, ոչ։ Անգամ 10 արդարի համար Աստված պատրաստ էր մի քաղաք պահելու, բայց ցավոք սրտի այնտեղ 10 արդար էլ չգտնվեց։ Մի Ղովտներ ընդամենը, Ղովտի հետ իր կինը եւ 2 դուստրերը, վերջ, ուրիշ մարդ չկար։ Հիմա ճիշտ այդպես էլ պատմությունը Նոյի պարագային, մի Նոյ արդար կար։ Նոյը 500 տարեկանում սկսեց տապանը կառուցել։ Եվ պատկերացնում եք, եկեղեցու սուրբ հայրերն ասում են, որ 100 տարի կառուցել է, որտեղ 600 տարեկան էր Նոյը, նոր ջրհեղեղը եղավ։ 100 տարի կառուցելու ընթացքում 100 տարի քարոզում էր մարդկանց։ Մեծ իրադարձություն էր, ահռելի տապան էր կառուցում Նոյը։ Եվ բոլոր մարդիկ գալիս են, տեսնում են, հարցնում են, ասում են, ինչու ես այդ տապանը կառուցում, ես ինչ տարօրինակ նավ ես կառուցում։ Բոլորը գինար բուքների, մեղքերի, չարությունների անօրենությունն ասում են, դե երկիրը ջրհեղեղ պետք է լինի, մարդիկ պետք է վերանան, տապանը կառուցում եմ, որպեսզի փրկվեմ ես եւ իմ ընտանիքը։ Եվ մարդիկ ծաղրում էին, չէին լսում։ Այսինքն Աստված այնքան ողորմած ու երկայնամիտ էր, որ տապանի կառուցելու հրամանը տալուց հետո էլ 100 տարի համբերեց, որպեսզի մարդիկ դարձի գան։ Նոյը 100 տարի քարոզեց, 100 տարի օրինակ եղավ ժողովրդին, որ դարձի գան, բայց նորից դարձի չեկան։ Եվ երբ 100 տարին լրացավ, կրկին ծաղրում էին Նոյին, հալածում էին, Նոյը հրաման ստացավ, որ բոլոր կենդանիներին արու եւ էգ, բոլոր թռչուններին արու եւ էգ տապան մտցնի։ Եկեղեցու սուրբ հայրերը, սուրբ Գրիգոր Տաթևացին ասում են, որ Նոյան տապանը նմանվում էր սուրբ եկեղեցու։ Նոյան տապանը ասում է 3 հարկ ուներ։ Առաջին հարկաբաժինը շատ մեծ էր, որտեղ պետք է լինեին կենդանիները, ամեն տեսակի կենդանիներ։ Երկրորդ հարկաբաժինը մարդիկ են, երրորդ հարկաբաժինը թռչունները։ Ճիշտ այդպես էլ եկեղեցին, երբ որ մենք մտնում ենք, սկզբում սրահն է, սրահում համար է, հավատացյալների ժողովրդի համար։ Հետո գալիս է ադյանը, մի փոքրիկ աստիճան բարձր ավելի, այդտեղ քահանաներն են, սարկավագներն են, որ ժամերգություն են անում, եւ որից հետո խորանը։ Խորանը ինչ է խորհրդանշում։ Երկինքը։ Խորանը կամարաձև է, ինչպես երկինքին մենք նայում ենք, կարծես կամար լինի։ Եվ խորհրդանշում է նաեւ Նոյան տապանի 3-րդ հարկը։ Նոյան տապանի 3-րդ հարկում ովքեր էին։ Թռչուններն են, իսկ թռչունները հրեշտակների խորհրդանիշն են։ Խորանի վրա պատարակ է միշտ մատուցվում եւ թռչուններն էլ կարծես հրեշտակներ լինեն, որ պատարակին սպասարկեն։ Նոյան տապանում ամեն տեսակի կենդանիներ կային։ Կային գիշատիչ կենդանիներ, կային անմեղ կենդանիներ, չէ՞։ Եվ այդ բոլոր գիշատիչ ու անմեղ կենդանիները ինչպես էին միասին հավաքվել միտեղ ապրում, Աստծո հրամանով։ Այնտեղ գայլը գառին չէր հոշոտում, հա։ Որովհետև Աստծո հրամանն էր։ Հիմա ճիշտ նույն ձևով եկեղեցում է, ասում են։ Ամեն տեսակի մարդիկ գալիս են, մեղավորներ եւ արդարներ։
Եվ այստեղ բոլորը հավասար են Աստծո տանը, ինչպես Նոյան տապանում գայլն ու գառը միասին էին արածում։ Այսինքն եկեղեցում էլ արդարներն ու մեղավորները հավասարվում են։ Մեղավորները իրենց մեղքերը խոստովանելով եւ ապաշխարելով արդարանում են եւ դառնում են արդար։ Այսինքն Նոյան տապանում ամեն տեսակի կենդանի կար, այդպես էլ եկեղեցում հավաքվում են արդարներն ու մեղավորները։ Ու ով որ եկեղեցուն մեջ է լինում, ջրհեղեղից փրկվում է, որտեղ Նոյան տապանի ընտանիքը հենց մի պահ ոտքերը դուրս տնեին Նոյան տապանից ջրհեղեղը տաներ, չէ՞ իրեն։ Ոչ միայն մտան, այլ նաև փակեցին, զմռսեցին ամբողջ Նոյան տապանը, որպեսզի կարողանան այդ ջրերից, այդ ջրհեղեղից, ալեկոծությունից փրկվել։ Ասում են Նոյան տապանի դուռը որ կողմից էր։ Մի կողմից էր, որպեսզի կարողանան կենդանիները մտնել մեջ, դիմացից չէր, որպեսզի կարողանային կենդանիները մտնել։ Այդպես էլ մենք եկեղեցու դուռները ունենք հարավային դուռ եւ ունենք արևմտյան դուռ, որտեղից մենք եւս մտնում ենք ու փակվում է, իրականում հնում եկեղեցին այդ պատարագի խորհրդի ժամանակ փակվում էր, ոչ ոք իրավունք չուներ ներս ու դուրս անելու։ Հիմա մի քիչ այդ խստորեն, որտեղ դրսում ջրհեղեղ էր համարվում, Նոյան տապանի դռները փակվեցին, ոչ ոք իրավունք չուներ ներս ու դուրս անել, բայց հիմա քանի որ դժվար է մի քիչ, երեխաներն էլ անհանգիստ են, թույլ եք տալիս մի քիչ գնա դա, բայց սաստում ենք, որ շատ չմտնեն դուրս կան, չխանգարեն պատարագը, որովհետև ջրհեղեղ է դրսում, Նոյան տապանի դռները փակվել են, ուրեմն ներս ու դուրս անել չի կարելի։ Եվ այդպես ինչքան տևեց ջրհեղեղը։ Անձրևները եկան 40 օր։ Անձրևներ հորդեց ներսից, դրսից, բայց այդ 40 օրով չվերջացավ իրականությունը։ Ջրերը դեռևս նստած էին երկրի վրա։ Ամբողջ երկիրը ջրով պատված էր, բոլոր լեռների գագաթներն էլ ջրով պատված էին։ Ոչ մի կենդանի էակ շունչ չմնաց։ 40 օրեր ջրհեղեղը տևեց, բայց ջուրը դեռևս 1 տարի մնաց երկրի վրա։ Եվ 1 տարի Նոյան տապանում գտնվեցին Նոյը, իր կինը, Նոյի կնոջ անունը ըստ ավանդության համաձայն Նոյեմի է, Նոյեմի, Նոյեմի, եւ 3 իր զավակների անունները Սեմ, Քամ, Հաբեթ։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է Աստուծո հրամանով Նոյը իր հետ վերցրել էր Ադամի նշխարները, ոսկորները։ Ինչու էր վերցրել, որպեսզի Սեթի մարգարեությունը կատարվի։ Ինչպես ասացինք, Սեթը պետք է ոսկորները տաներ Գողգոթայի բարձունքում թաղեր, հետո Քրիստոս այդտեղ պետք է խաչվեր եւ պտղից պետք է քալվեր վրա։ Հիմա Ադամի նշխարները ասում է վերցրել էր իր հետ, հրամանով Աստծո։ Նոյան տապանում էր Ադամի ոսկորները։ Նոյը Ադամից 10-րդն է։ Եվ ասում են այդ ոսկորները Ադամի հրաշագործ ոսկորների, ինչ հրաշք էին։ Ասում է Աստծո ձեռքով է ստեղծված Ադամը, չէ՞։ Աստված վերցրեց հողից եւ Ադամին ստեղծվեց։ Միակ մարդը պատմության մեջ Ադամն է, որ Աստծո ձեռքով է ստեղծվել։ Եվ ահա մութ էր տապանի մեջ, դռները, պատուհանները փակել էին, անձրև էր, փոթորիկ էր, բայց ներսում ինչ լույս պետք է լինեն։ Ասում է ավանդություններից մեկն այն է, որ Ադամի ոսկորները սկսեցին լույս արձակել, լույս են տալիս, ոնց որ լամպուլ լինեին, այդպիսի հզորով լույս էր տալիս, Ադամի ոսկորները 1 տարի այդպիսի լույս էին տալիս, որտեղ Աստծո ձեռքով էին ստեղծված Ադամի նշխարներ, մարմինը, այդ պատճառով սուրբ էր Ադամի մարմինը։ 1 տարի լրանալուց հետո Աստծո հրամանով բացվեցին տապանի դռները եւ առաջին անգամ ագռավը ուղարկվեց, որպեսզի ճշտեն, տեսնեն երկրի վրա ջուրը քաշվել է թե չէ։ Որտեղ իջավ Նոյան տապանը, իջավ Արարատ լեռան վրա։ Արարատ լեռան վրա իջավ Այրարատյան գավառում։
մեր Արարատ լեռան վրա իջավ Նոյան տապանը։ Եվ Ագրավը երբ որ ուղարկվեց, հետ չվերադարձավ։ Դրանից Նոյը ինչ հասկացավ, որ մեր Ագրավը իր տիրոջը Նոյին մոռացել է, գնացել է մի լեշա ճարել, վրեն նստել է ու սկսում է կտցել, եւ մի տարի միս չէր կերել, եւ այդ պատճառով մի հատ լեշ էր տեսել, հարձակվել էր վրա, եւ դրանից ինչ ենթադրեց, որ դեռևս ջրերը ամբողջովին չեն քաշվել եւ բուսականությունն էլ չի աճել, չի կարող դեռևս Նոյան տապանից իջնել։ Հետո ուղարկեց աղավնի։ Աղավնին ապերախտ չէր Նոյան Ագրավի նման, որ գնար չվերադառնար։ Գնաց, պտտվեց, հոգնեց, հետ վերադարձավ, աղավնին էլ լեշի վրա չկանգնեց։ Ինչով էր սնվում աղավնը, կուտերով, բայց երկիրը դեռևս սերմերը դուրս չէին եկել, ամբողջ տիղմեր, ցեխեր, ջուրեր դեռևս նստած էր, հասկացավ, որ դեռևս ժամանակը չէ տապանի դռները բացելու եւ դուրս գալ։ Երկրորդ անգամ ուղարկեց աղավնուն։ Եղավ աղավնին գնաց, ինչ Ձիթենու ճյուղը կտուցի վրա բերեց։ Եվ հասկացավ, որ մոտ է, բայց էլի չիջավ։ Սպասեց, որ ամբողջովին կենդանություն լինի։ Երրորդ անգամ ուղարկեց աղավնուն, որը երրորդ անգամ գնաց ու էլ չվերադարձավ։ Մենք երբ որ մյուրոն ենք օգտագործում, միջ լցնում ենք մյուրոնաթափ աղավնու մեջ։ Սենց փոքրիկ աղավնի է, մեջ մյուրոն ենք լցնում եւ որից հետո կտուցից լցնում ենք ջրի վրա եւ մկրտություն ենք անում։ Մյուրոնին ինչ է խորհրդանշում, Սուրբ Հոգուն։ Աղավնին ինչ էր խորհրդանշում, Սուրբ Հոգուն էր խորհրդանշում։ Սուրբ Հոգին աղավնին ինչ է, հաշտության նշան է, որովհետև Աստված Նոյը աղավնուն ուղարկեց եւ հասկացավ, որ ջրերը քաշվել են երկրի վրայից եւ այլևս կարող է իջնել Նոյան տապանից եւ Աստված հաշտվել է մարդկության հետ։ Եվ հաշտության նշանը ո՞րն էր։ Ծիածանը, չէ, երկնքում ծիածանը երևաց եւ Աստված հասկացավ, որ հաշտվել է Աստված։ Ծիածանը երբ է լինում, երբ հորդառատ անձրև է լինում, ամեն ժամանակ ծիածան չի լինում։ Երբ որ հորդառատ անձրև է լինում, մի անգամից կանգնում է ու արևը դուրս է գալիս։ Ծիածանը ոնց որ հրաշքի նման մի բան լինի։ Ճիշտ այդպես էլ հորդառատ անձրև եկավ ու արևը դուրս եկավ, ծիածանը երևաց։ Որովհետև դա խորհրդանիշ էր, որ Աստված հաշտվել է մարդկանց հետ, եւ երբ ծիածանը երևաց, Աստված ասաց, թող սա իմ հաշտության նշանն է մարդկության հետ։ Եվ աղավնին էլ Աստծո օրհնությունն էր, ձիթենին էր։ Իսկ ձիթենուց ինչ ենք պատրաստում, ձեթ։ Ձիթապտղից ձեթ ենք, չէ՞ պատրաստում։ Եվ այդ ձեթը մենք օգտագործում ենք մյուրոնի մեջ, իսկ մյուրոնին չէ խորհրդանշում, Սուրբ Հոգի։ Ուրեմն եկեղեցու Սուրբ խորհուրդների մեջ Տիրոջ մարմինն ու արյունը հացն ու գինին են, չէ՞։ Իսկ մյուրոնը Սուրբ Հոգու խորհրդանիշն է։ Ուրեմն ամբողջական խորհուրդներ են սրանք, որ մենք օգտագործում ենք։ Եվ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է վստահաբար Արարատ լեռան վրա է Նոյան տապանն իջել, ինչու՞, որովհետև մինչև հիմա այնտեղ մի գյուղ կա, որի անունն է Ակուրի, որ նշանակում է Արկուրի։ Արկուրի ինչ է նշանակում։ Արկուրի նշանակում է Արկուրի, Արկանեմ Ուրի, Արկանեմ նշանակում է տնկեմ Ուրենի, Ակուրի նշանակում է տնկել Ուրենի։ Մենք գիտենք, որ Նոյը առաջինն է, որ խաղող է տնկել եւ խաղողը գինուց խմել է ու հարբել, գիտեք, այդ Սուրբ Գրքի պատմությունն է, այսինքն հենց Ակուրի գյուղում է առաջին իր խաղողը տնկել, իհարկե Ակուրին հիմա, եթե չեմ սխալվում, Արարատ լեռան ստորոտում է,
Իսկ Նոյը որտեղ է թաղված։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, որ Նոյը հանգչում է Նախիջևանում։ Նախիջևան նշանակում է նախ իջևանեց այս վայրում։ Այսինքն Արարատ լեռից իջավ, Արկուրիում կամ Ակուրիում առաջին որդատուն կտնկեց, նախ իջևանեց Նախիջևանում, այստեղ Նոյի գերեզմանը կա, ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին, նաև Նոյեմիի գերեզմանը, կնոջ գերեզմանը, երկուսն էլ այնտեղ են, Նախիջևանում են։ Եվ այս երկու կարևոր հանգամանքները փաստում են, որ Նոյը Արարատ լեռանից իջել է եւ Արկուրիում առաջին Արկուրին է արել եւ որից հետո Նախիջևանում առաջին Նախիջևանն է արել։ Շատ տարիներ դարեր հետո Սուրբ Հակոբ Մծբնա մեր հայրապետը ուզում է գնալ Արարատ լեռը։ Ինչու է ուզում գնալ Արարատ լեռը։ Ուզում է այնտեղ Նոյան տապանը տեսնել։ Ինչու է ուզում Նոյան տապանը տեսնել, որտեղ ժողովրդի մեջ ասեկոսներ էին տարածվել, իբրև թե Նոյան տապան ջրհեղեղ չի եղել, այսինքն անհավատ էին, Սուրբ Գրքին չէին հավատում։ Եվ Հակոբ Մծբնա հայրապետը մեջ չարչարանք, նեղություններ ու դժվարություններ հաղթահարելով, Հակոբ Մծբնա հայրապետը եղել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ տղան, այսինքն 300-ական թվականներին է ապրել Քրիստոսից հետո, իսկ Նոյը Քրիստոսից առաջ շատ շուտ է եղել։ Եվ շատ դարեր հետո, ուրեմն Հակոբ Մծբնա հայրապետը բարձրանում է Արարատ լեռը, որպեսզի Նոյան տապանից փայտ բերի, որպեսզի մարդկանց ցույց տա, ասի, որ տեսեք Նոյան տապանից է այս մասունքը, ես ինքս եմ տեսել։ Սուրբ է, չէ Հակոբ Մծբնա հայրապետ, Աստված իր արդարների սուրբերի խնդրանքները կատարում է, բայց յուրովի է կատարում, իր ուզած ձևով է կատարում։ Եվ ինչ տեղ ունեցավ։ Ճանապարհին Հակոբ Մծբնա հայրապետը ննջեց, հոգնեց, քնեց, բայց դա նինջ ու քուն չէր, այլ աստվածային մի տեսիլքի արժանացավ Հակոբ Մծբնա հայրապետը, հրեշտակը երևաց իրեն, ասաց պետք չի, որ դու բարձրանաս Նոյան Արարատ լեռան գագաթը։ Պետք չի, որ դու Նոյան տապանը տեսնես։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, ինչու, որտեղ մարդկությունը իրավունք չունի այլևս տեսնելու Նոյան տապանը։ Որտեղ մարդկության ծննդավայրն է Նոյան տապանը։ Ինչպես դրախտը մենք չենք տեսնում, մարդկության ծննդավայրը, որտեղ մենք կանք, այնպես էլ Նոյան տապանը չենք տեսնելու։ Բայց որպեսզի հաստատվի դա, Հակոբ Մծբնա հայրապետը, երբ քնից արթնացավ, տեսավ Նոյան տապանի փայտը իր կողքին։ Մի փոքրիկ փայտի կտոր էր դրված իր կողքին։ Եվ մինչև օրս Մայր տաճարի գանձատանը այդ Նոյան տապանի մասունքը կա։ Եվ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, եթե Հակոբ Մծբնայի նման մեծ սուրբ չարժանացավ Նոյան տապանը տեսնելու, ապա ոչ ոք չի տեսնելու։ Աստծո հրամանն է սա։ Մարդկության ծննդավայրը դրախտն է, որ մենք վտարվեցինք, չենք տեսնելու, եւ երկրորդ փրկության տապանը Նոյան տապանն է, որ մենք կրկին չենք տեսնելու։ Իհարկե, այս բոլոր ավանդություններն են եկեղեցու սուրբ հայրերի կողմից ասված, որը արժե որ մենք իմանանք։ Եվ մենք փափագենք դրախտից էլ վեր, հավիտենական երկնքի արքայություն, որտեղ Աստված դրախտը ստեղծել էր որպես մի միջասահման վայր, դրախտում պետք է պատվիրանը պահեն, մտնել երկնքի արքայություն։ Այդպես էլ Նոյ իր ընտանիքում տապանում անվերջ չէր մնալու, 1 տարի պետք է մնա, եւ եթե պատվիրանները պահեն, իջնեն երկիր։ Ուրեմն այս էր Նոյի եւ Սուրբ Սերունդի պատմությունը, Ադամից սկսած, որից գալիս է Սեթը, 7-րդը Ենովքն է, 10-րդը Նոյը։ Նոյը ապրեց 500 տարի, ունեցավ 3 որդի, Սեմին, Քամին, Հաբեթին, 100 տարի տապանը կառուցեց, 600 տարեկանում մտավ տապան, 601 տարեկանում իջավ տապանից եւ Նոյը ապրեց երկար
930 քանի տարի ապրեց Նոյը, որից հետո վախճանվեց։ Եվ ջրհեղեղից շատ բան փոխվեց։ Մարդկության տարիքը դարձավ 120 տարի Նոյից հետո, ջրհեղեղից հետո։ Մինչև ջրհեղեղը մարդիկ 900 տարի են ապրում։ Ջրհեղեղից հետո սկսեցին 120 տարի ապրել։ Իսկ այսօր մարդու տարիքը 70 տարի է, ասում է Դավիթ մարգարեն։ Եվ եթե ավելին 80 տարի, ցավով եւ հեծությամբ Դավիթ մարգարեն է ասում։ Ամեն։